Արագ կոշկակարի մասին։ Մի քաղաքում ապրում էր մի բարեպաշտ կոշկակար։ Սուրբ ծննդյան տոնի նախօրեին նա երազում տեսավ մի հրեշտակի, որը հայտնեց նրան, թե հաջորդ օրը Տեր Աստված հյուր էր գալու իր տուն։ Վաղ առավոտվանից կոշկակարը սկսեց պատրաստվել թանկագին հյուրին դիմավորելու։ Մաքրեց տունը, կարկանդակներ թխեց, հագուստը փոխեց և սկսեց սպասել։ Շուտով նրա տան դուռը թակեց մի հաշմանդամ զինվոր, խնդրելով թույլ տալ իրեն ներս մտնել, փոքր-ինչ հանգստանալ, կրակի մոտ տաքանալ, քանի որ շատ հոգնած էր։ Մեկ ուրիշ օր կոշկակարը նրան սիրով կընդուներ, քանի որ բարի մարդ էր, բայց այդ օրը զինվորը նրան քիչ հետաքրքրեց, և նա չընդունեց զինվորին։ Որոշ ժամանակ անց նրա տան դուռը թակեց մի կին, մանկահասակ զավակը գրկում։ Նա ջուր և կարկանդակ խնդրեց մանկան համար։ Թեև կոշկակարը միշտ էլ օգնել էր կարիքավորներին, տուն հրավիրել, հյուրընկալել, երեխաներին ինչ-որ խաղալիք պատրաստել ու տվել, բայց այդ օրը նա կնոջը մերժեց, չէ՞ որ կարկանդակները տիրոջ համար էին նախատեսված։ Երեկոյան կողմ նրա տան դուռը թակեց մի աղքատ մարդ, խնդրելով թույլ տալ տուն մտնել։ Կոշկակարը նրան էլ չընդունեց, չէ՞ որ չարչարվել էր հատակը լավ մաքրել, որ երբ Տերը գար, պատշաճ մաքուր լիներ։ Սպասեց կոշկակարը մինչև կեսգիշեր, բայց Տեր Աստված այդպես էլ չեկավ։ Երբ երազում նրան հայտնվեց նույն հրեշտակը, կոշկակարը բողոքեց, ասելով՝ նա իրեն խաբել է։ Հրեշտակը հոգոց հանեց և ասաց. «Ինքդ քեզ մի խաբիր, Տեր Աստված քեզ հյուր եկավ, և այն էլ 3 անգամ, հաշմանդամ զինվորի, մոր ու մանկան և աղքատի կերպարանքով։ Ինքդ ես մեղավոր, որ Տիրոջը քո տուն չընդունեցիր»։ Իսկ եթե հավանեցիք այս տեսանյութը, բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի նոր տեսանյութեր դիտելու հնարավորություն ունենաք։